Մեր 200 տարվա փորձը ցույց է տալիս, որ դա հնարավոր չէ։ Հավասարությունը մենք 200 տարի է, մեր առջև դրել ենք մի հատ խնդիր, լինենք միասնական, չէ՞։ Մենք էլ ենք, չէ՞, ժողովուրդը միավոր, որ հնարավոր չի։ Ոչ մի ժողովուրդ էլ միասնական չկա այդպիսի բան։ Ժողովուրդները պարզապես իրենց պետությունը չեն փլցնում, ոչ թե իրար հետ միասնական են։ Նույնը քաղաքական դաշտում է։ Ես կարծում եմ նաև ներդրված քաղաքական ուժեր կլինեն, որպեսզի չթողեն միացում, որպեսզի ձևացնեն ոչ միասնականություն կլինեն, այն դաշտում էլ կլինեն, մեր դաշտում էլ կլինեն։ Դա դժվար բան է։ Երկրորդ ընդհանրապես այդ մեխանիկական միություններն էլ հասկանալի բան չի։ Ինչի շուրջ են միավորվում, ինչի շուրջ։ Հիմա ժողովրդավարական աշխարհայացք, եթե վերցնենք, մենակ ժողովրդավարական աշխարհայացքով չի։ Ժողովրդավարական ուժերի մեջ ուժեր կան, որոնք օրիենտացիայի կողմն են։ Մենք օրիենտացիայի կողմն չենք, մենք բալանսի քաղաքականության կողմն ենք։ Հիմա օրինակ եմ ասում։ Այն մյուս դաշտը շատ պրոբլեմ ունի, բայց այն մյուս դաշտին է, գիտեք ոնց է, Հայաստանի հակապետական դաշտը, որը ինչ սկզբունքով է ձևակերպվում, որովհետև այդ հատվածի դիսկուրսը, եթե նայենք, այդ հատվածի փորացավը Հայաստանի հետ կապ չունի։ Իրենց դրած թեզերով Հայաստան չի լինելու։ Մյուս թևի դրած թեզերով։ Դու գիտեք, իրար մեղադրանքները բառացիորեն նույնատիպ են։ Մեկը մյուսին է ասում դու պետության դեմ ես, մյուսը մյուսին է ասում դու պետության դեմ ես։ Դե իրենց ասածը ոչի, իրենց ասածը մենք ստուգել ենք։ Իրենց հիմա եթե որևէ իշխանություն այնքան խելք չունենա դնի դրանց բոլոր ասածները հերթովանի կամ մեր վերլուծաբաների մի մասի ասածները հերթովանի, ես պետություն ես ում հասկանամ ինչ է լինելու Հայաստանի հետ, էլի։ Բայց իրենց արածը ակնհայտ է, այս մարդիկ, տեսեք, երբևէ չեն ողջունել Հայաստանի որևէ քայլ, որը Հայաստանին տվել է նվազագույն հանգստություն։ Երբևէ չեն ողջունել, ասենք, Հնդկաստանի հետ հարաբերությունները, երբևէ չեն ողջունել Ֆրանսիայի հետ հարաբերությունը, անընդհատ ռուսական կալինկա է զրոցն է, անընդհատ առանց ռուսի այս մարդիկ ապրել չեն կարող։ Լավ բան չի, բայց էդ է։ Եվ այս պետության վատթարագույն կյանքի հիմնադիրները իրենք են այս պետությունը մեզ ժառանգել, իրենք մեզ թողել են հիվանդ պետություն, հազար ու մի պրոբլեմներով, պետություն, որը պատերազմը չկարողանա սպասարկել, իրենք պետք է բացատրեն ոչ թե ինչի պատերազմ եկար դու եղավ բան, չէ, իրենք պետք է բացատրեն, ինձ ուրիշ բան բացատրեն, պատերազմը լինելու է, դուք ինձ ասա, դուք ինձ ինչ եք ժառանգել, ինչ պետություն, ինչ պոտենցիալ, որ այդ պատերազմը սպասարկել, դուք դա չեք արել։ Իրենք սպասարկել են այն օրը, որ ենթադրենք այդ պատերազմից հետո Հայաստան պետք է չլիներ, բայց պարզվեց իրենց կամքից անկախ այդ Հայաստանը կա դժվար ծանր օրերով, բայց զարգանում է։ Հիմա դե իրենք ինչ պետք է անեն, կլոր սեղան, քառակուսի սեղան, եռանկյունի ինչ-որ բաներ կանեն, անընդհատ մտմտում են ինչ հոյին բերեն մեր գլխին, ինչ պրոբլեմներ ստեղծեն պետության հետ։ Խելք ունենային կհանձնվեն սեփական պետությանը, կնպաստեն պետականաշինությանը։ Բայց այս հատվածը ռուսական աշխարհայացքով հատված, ընդ որում ես չեմ խոսում ռուսասեր մարդու մասին։ Մարդը կարող է լինել ռուսասեր, բայց մեր ռուսասիրությունը վերածվել է հակապետականության։ Մեր մոտ այտենց է ստացվում։ Չգիտեմ ինչի է այտենց ստացվում, թող մեր հոգեբանները բացատրեն։ Բայց ռուսասեր մարդը ավտոմատ դառնում է հակապետական։ Այս հատվածը մեր հետ չի, եւ այս հատվածը անընդհատ որոշում է թե Հայաստանի գլխին ինչ օրիներ պետք է բերի։ Մեր հետը ով է։ Մեր նկատի ունեմ պետության հետ չի։ Լավ, ինձ հետ թող չլինեն, բայց թող լինեն պետության։ Ես չեմ ասում ինձ հետ լինեն պետության հետ։ Եվ ու աջակցեն իրենց պետությանը։ Բայց դե հիմա թող լինի, կհասկանանք։ Իհարկե նկատի ունենանք, որ այս հատվածը ամեն դեպքում ընտրող կունենա։ Դա լավ բան չի, ես լավ չեմ հասկանում մեր ժողովրդի մի հատվածին, ինչպես է ինքը բերում ուժեր, որոնք իրենց պետության դեմ են, որոնք իրենց սյուզերենության դեմ են։ Մարդը կանգնել ասում է, ես չգիտեմ էլ ոնց բացատրեմ։ Մարդը կոնկրետ ասում է, մենք ոչ մի բան ենք, առանց այս մեկի, չէ։ Այսինքն այս մարդը ինքն իրենից ոչինչ չներկա։ Պետությունով պետք է հանձնվենք, ինչի է ոնց եք բերել այդ մարդուն ընտրել։ Դա նշանակում է մեր մեջ մի հատված կա, որը այդ աշխարհայացքի կրող է։ Բայց հիմա թողան ընտրությունները կհասկանանք։ Ես կարծում եմ մենք այս ընթացքում լավ կաշխատենք եւ մեր ժողովուրդը շատ ավելի ճիշտ եւ այդ պետության շատ սպասարկող ընտրություն կանի, քան ժամանակ։
դժվար է Թուրքիայի հետ հարաբերությունների գնալ, դժվար է այդ պետության հետ կարգավորել հարաբերությունները։ 200 տարի է մեր հարցը որպես դետալ ռուս-թուրքական կյանքում, գործարքում, հարաբերություններում եղել է այս պետությունների շահերը սպասարկող դետալ եւ ճոճանակի նման է, ռուսը մորթել է, ռուսը հրել է, թուրքը մորթել է, գնդակի նման է, պասը տալիս է, նայել խփել է։ Հիմա գլխավորը ինչ որ մենք արել ենք, մենք Հայաստանի հարցը, իհարկե հայությունը միշտ խոսում է հայկական հարցի մասին, բայց երբեք Հայաստանի հարց չի դրել հայությունը։ Բայց դա գլխավորը Հայաստանի հարց։ Մենք Հայաստանի հարցը այս 200 տարվա ոչիրից հանում ենք։ Մենք չենք թողնում, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում Հայաստանի հարցը լինի մանրադրամ դետալ։ Հիմա լավ է, որ մենք սա գոնե կարողացել ենք անել։ Մենք դառնում ենք ավելի ինքնիշխան պետություն։ Թույլ է, շատ չի այդ ինքնիշխանությունը, դաշնակիցները շատ չեն, բայց աստիճանաբար դառնում ենք ինքնիշխան պետություն։ Թուրքիայի վստահ եղեք, որ Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման պայմաններից մեկն էլ նա է, որ մենք լինենք ինքնիշխան։ Այս մեկը մենք արել ենք եւ շարունակում ենք անել։ Թուրքիան ենթադրենք էլի ձեր ասածն չի ուզում։ Ոչ մեկ չի ուզում հարաբերությունների կարգավորում։ Ճիշտ է, ամեն ինչ ճիշտ է։ Ցանկություն էլ չունի։ Մենք իրենց տեսադաշտում էլ չկանք։ Ռուսաստանի տեսադաշտում էլ չկանք։ Իրենք էլ Մոսկվայից են նստում, էլի մենք չենք երևում։ Բայց մենք ձգտում ունենք վերջը ինքներս մեզ ապաշրջափակելու, վերջը սրանց նվազագույն իմաստով չափավորելու, սրանց ագրեսիան չափավորելու։ Ձգտում ունենք, թե չէ։ Հիմա մենք պետք է հասկանանք, դա ոնց է հնարավոր։ Հնարավոր է ձեր ասածով, ճնշումով, բայց դա պետք է հասկանանք, այդ ճնշումը ինչքան է, բա որ շատ ճնշեն, հանկարծ խնդրեմ լինի։ Այստեղ հարցեր կա, որ մենք պետք է հասկանանք, տեսեք, հայությունը երբեք իր առջև դրած հարցը չի դրել, որ ինքը պետք է լուծի։ Ինքը ինչ հարց դրել է, ինքը այդ հարցը դրել է, որ ուրիշի հետ պետք է լուծի։ Օրինակ, երբ որ ասում են ցեղասպանության ճանաչում, հայությունը չի դրել այդ հարցը, որ ինքը պետք է լուծի։ Ռուսամետը դրել է, որ դա ռուսով պետք է լուծի։ Ամերիկամետը դրել է, որ դա ամերիկայով պետք է լուծի։ Այսինքն մեկին պետք է բերեք, որ Թուրքիային ճնշի։ Հայությունը երբեք իր քաշի չափ հարց չի դրել։ Այսինքն, եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ճնշումով, պետք է հասկանանք այդ ճնշումը ինչքան ճնշում կլինի։ Այս իհարկե նվազագույն իմաստով դա պետք է Թուրքիային չափավորելու համար։ Ինչ վերաբերում է կողմնորոշումներով գնանք մեկի հետ կողմնորոշվենք, բրծնենք, այս 200 տարի է, նայեք, հայությունը այդ օրիենտացիաների քաղաքական ձեռը մորթվում է, 200 տարի է, եւ խելքը գլուխ չի հավաքում։ 200 տարի է, եղավ ռուսամետ, թուրքը մորթեց։ Ընդ որում հայությունը նայեք, թուրքամետ էլ է եղել, արևմտահայության մի հատված։ Եղավ ամերիկամետ, սովետը մորթեց, չգիտեմ, հազար ու մի բաներ կա։ Այդ օրիենտացիաները նայեք, ընդհանրապես դա նախ որպես մտածողություն է, լավ չի։ Կողմնորոշումների քաղաքականություն, որովհետև կողմնորոշումների քաղաքականությունը ժողովրդին անկախական գիտակցությունից զրկում է։ Ինքը չի սկսում անկախ մտածել։ Եվ գիտեք, ինչի ենք նաև մենք մեր ներքին կյանքում փնթի, որովհետև եթե ես պետք է մեկին հանձնվեմ, ես խնդիր չեմ դնում ինքը զարգանալու։ Այսինքն, բայց եթե մենք խնդիր դնենք, որ ես չպետք է հանձնվեմ, ես ելք կորոնեմ, ես սկսեմ աշխատել, զարգանալ, բայց ես սա չեմ անում։ Ես ասում եմ, դե նա մեկը կպահի։ Այսինքն սա մտածողության իմաստով, հոգեբանական իմաստով կողմնորոշումների քաղաքականությունը ձեզ վնաս է։ Սիրելի բարեկամ, ձեզ վնաս է։ Այլ բան է, որ դուք ասեք եւ օգնեք այդտեղից, որ Հայաստանը այլ բևեռների հետ լավ աշխատի։ Եվ որ ասում ենք մենք բալանսի քաղաքականություն, շատ ենք բացատրել, բայց դժվար է էլի հայության անդադի ասես։ Բալանսի քաղաքականությունը հավասարակշռություն պահելը չի տարբեր բևեռների մեջ։ Բալանսի քաղաքականությունը որն է, հաշվեկշիռն է։ Հայաստանը իր շուրջ ստեղծում է ուժերի հաշվեկշիռ։ Ինքը մի բևեռից կախված չի։ Նայեք, խնդիրը գիտեք ո՞րն է։ Երբ որ դուք կախվում եք մի բևեռից, ենթադրենք, ասենք Ռուսաստանից, երբ որ կամ Ամերիկայից, երբ որ ինքը խնդիր ունեցավ, առաջինը ձեզնից է ազատվելու։ Ինչ ուզում եք արեք։ Երբ որ դուք կախվում եք մի բևեռից, այն մի բևեռը ձեզ թիրախավորում է։ Դուք անընդհատ քաղաքադրության մեջ եք։ Իսկ ինչ վատ է, որ դուք վարեք ուժերի
հաշվեկշռի քաղաքականություն։ Դա ո՞րն է։ Հայաստանի իր շուրջ ստեղծում են բալանս, ինչ է բերում Եվրոմիության դիտորդներ, Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական համագործակցություն, ԱՄՆ-ին է բերել ստեղ, իր կապուղին հանձնել է ԱՄՆ-ին։ Դուք սրանից ավել ԱՄՆ-ի ներկայություն ինչ եք ուզում։ Ես ուզում եմ հասկանալ։ Եվրոմիության անդամ դառնալու օրենք են տունել, կստիպենք, որ գնան այդ ճանապարհով։ Այսինքն ուզում եմ ասել, ինչն է վատ սրա, էլի։ Այսինքն մենք ինչ պետք է անենք։ Մենք պետք է աշխատենք Ռուսաստանի ներկայությունը այնքան իջեցնենք, որ դա դառնա նվազագույն։ Եվ եթե մենք Թրամփի ուղին, Եվրոմիության դիտորդները, ինքնիշխանությունը մեր, Թուրքիայի հետ լեգիտիմ դիսկուրսը արտաքին քաղաքականությամբ, եթե մենք սրանով քշում ենք, սրանով ավելի հեշտ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը, քան դուք գնաք հեծնեք Ամերիկային, քշեք Թուրքիայի վրա։ Դա խնդրեմ է, ես ձեզ մի բան ասեմ, բա որ հանկարծ Թուրքիան Ամերիկայի հետ պայմանավորեց, ինչ է կանելու։ Պայմանավորեց, ասես հայկական հարցը իրար հետ խոսենք, ինչ է կանելու։ Էդ էլ է դժվար, այսինքն այդ կողմնորոշումները օրիենտացիոն քաղաքականությունը, սրանով սրան ճնշելը ինքը խնդիր ունի մեջը, բայց բալանսով գնալը դեպի հարաբերությունների կարգավորման, ինչը մենք հիմա անում ենք։ Օրինակ ես մեզ ուզում եմ հարց տալ, էլի։ Նաև օրիենտացիոն դատողություն ունեցող մարդկանց։ Հնարավոր էր օրինակ հասնել Թրամփի մոտ, Ալիևին ստիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրել օրիենտացիոն քաղաքականությամբ։ Սա այս ինչ որ արվել է, սա բալանսի քաղաքականության պտուղն է, շատ է քիչ է, թողենք մի կողմ։ Հնարավոր է օրիենտացիայով անել։ Հիմա տեսեք, մեզ անընդհատ դեմ են տալիս, կողմնորոշվի Թուրքի դեմ Ռուսի հանուն Ռուսի, Ռուսաստանի դեմ հանուն Ամերիկայի։ Սա լավ բան չի, սա լավ մտածողություն չի։ Բայց ընդհանրապես ճիշտ է մեր գործընկերը, Թուրքիան չի ուզում, ամեն ինչ վատ է, բայց մենք համառորեն այս պետությունների հետ աշխատելով, ԱՄՆ-ի Թրամփի ուղին բերելով, Եվրոմիության դիտորդները բերելով, խաղաղության Ադրբեջանին ստիպելով խաղաղվի, որովհետև այդ պետությունը չի ուզում, Ադրբեջանին մենք ենք ստիպել, որ խաղաղվի տարբեր միջոցներով, մեր ուժի բանը չի, բայց մենք կարողացել ենք այնպես աշխատել, որ արտաքին ճնշումով իրեն խաղաղեցնենք։ Եթե մենք այս ճանապարհով գնանք, շատ հնարավոր է Թուրքիայի հետ հարաբերությունների մինիմում կա։ Համար ինչ ասեմ, պետությունները նայեք հույզերով չեն առաջնորդվում, առաջնորդվում են պետական շահով։ Երկրորդ աշխարհամարտից հետո սովետական միությունը ջնջխել է, չէ, Գերմանիային, հարաբերություններ ունեն, թե չէ։ Հիմա էլ այս Ուկրաինայի հարցը թողենք։ Ամենասերտ պետություններից մեկն են, չէ, եղել։ Պետությունները շահով են հարաբերվում, ոչ թե հուզականությամբ, էլի։ Կա օրինակ տեսակետներ, որ ենթադրենք այդ դա բացվեց, Թուրքիան այնքան է հզորանելու, մեզ կճնշի։ Ես եմ հասկանալ Թուրքիան հիմա այնքան հզոր չի, որ մեզ ճնշի։ Պարտադիր է մի քիչ էլ հզորանա նոր ճնշի։ Եթե ուզեմ է կարող է ճնշել, չէ՞։ Այսինքն Հայաստանը նայեք Թուրքիայի համար որպես պետություն, Թուրքիայի ուժի բանը չի։ Մենք այդ պետությունը չենք, որ կարողանանք Թուրքիայի քաղաքականության վրա ազդել։ Մենք պետք է կարողանանք այնպիսի քաղաքականություն վարել, որ սա իր մտածողությունը փոխի։ Բայց ամենադժվար բանը դա է։ Հիմա եթե Թուրքիան չի ուզում նայեք, ոչ ստիպելով հարաբերություն կարգավորի, այլ ինքը ցանկանա նաև, հարաբերությունը կարգավորի, նաև, բայց որտեղ դա իրեն շահեկան է, ասենք թե։ Դե հիմա նայեք, եթե մենք ունենք մի հատված մեր վերլուծական դաշտի, քաղաքական դաշտի, որոնք բողոքում են, որ եթե բացվեց, ապա այդ Թուրանի միջանցք, 200 տարի հայությունը կրկնում են։ Եթե տենց է, ուրեմն Թուրքիան ձեռնտու է, չէ՞ որ բացի։ Եթե այս հատվածը ճիշտ է, եթե դա դառնում է իրենց Թուրանի ճանապարհը, այսինքն բարձր չէ, որ Թուրքիան պիտի շահագրգռված լինի։ Եթե տենց է։ Սա մեկ պատճառ, ենթադրենք իրենք ճիշտ են։ Հիմա այս պատճառի համար Թուրքիան պետք է բացի, թե չէ։ Ես եմ հասկանալ, եթե ճիշտ է տեսակետը, որ սա դառնում է Թուրանի ճանապարհը, ապա ես կարծում եմ Թուրքիայի նման անխելք պետություն չկա, որ չբացի այդ հարաբերությունները։ Այսինքն սա պատճառներից մեկն է, որ իրեն ձեռնտու է։ Երկրորդը այդ պետությանը նաև աստիճանաբար ճնշում են։ Այդ պետությունն ունի բազմաթիվ ֆինանսական խնդիրներ, արտաքին աշխարհի հետ քաղաքական խնդիրներ։ Նաև գլխավոր հարցը նաև այս Թրամփի ճանապարհն է։ Ինչու է անունը Թրամփի ճանապարհ։ Դա կարող է պետք է գա ինչ որտեղ լրվի մնա, թե դա պետք է գնա այդ ճանապարհը։ Աշխարհը հետաքրքրված է, չէ՞, մեր կապուղիներով, մեզնից անկախ։ Կարող է մեզ հարցնել, մենք հավես չունենայինք, որ աշխարհը հետաքրքրված լիներ մեր կապուղիներով, բայց ստացվում է այս մեր ճանապարհը 100 տարի է
աշխարհի ռազմավարական մտածողության մեջ կա, 100 տարի առաջ էլ կա, 100 տարի առաջ այս ճանապարհը շատ կարևոր նշանակություն է ունեցել, այսօր եկել է, հիմա էլ այդ նշանակություն ունի, Ֆրանսիայի համար, Միջին Ասիայով հազար ու մի բաներ բերելու համար, ԱՄՆ-ի համար կարևոր է, հետևաբար այդ ենթադրենք, եթե նավթամուղ է անցնելու, գազամուղ է անցնելու, որը արտաքին աշխարհ արևմուտքի համար շահեկան է, կարող է պետք է գա մեղրիում կանգնի, թե պետք է գնա, հետևաբար իրենք նաև իրենց տնտեսական շահադրթումից ելնելով կբացատրեն, կաշխատեն Թուրքիայի հետ, Թուրքիան էլ պայման ունի, Հայաստանն էլ պետք է խաղաղվի, Հայաստանն էլ պետք է չափավորվի, Հայաստանն էլ դիսկուրսը պետք է չափ, մենք էլ պետք է շատ բաներ փոխենք, հասկանանք, որտեղ նայեք մեր արտաքին քաղաքականության մեջ կա մեր քաշից ծանր դրված հարցեր, այս հարցը ճանաչի, Վիլսոնը, իրավարարը, Վիլսոնով քշեք Թուրքիայի վրա, քշում ես 90 միլիոնով պետություն է, անընդհատ այս սրանով քշում են այս Թուրքիայի դեմ, բայց Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարգի է բերել, մաքրել է որոշ բաներ եւ տակից մնացել է այն, որ Հայաստանին տալիս է կյանք եւ ապագա եւ Թուրքիայի հետ հարաբերությունների մինիմում։ Եվ այո, Թուրքիային էլ է ձեռնտու է իր կապվելու իրենց երազների հետ, ես վստահ եմ, որ իրենց երազը թույլ չեն տալու, իհարկե իրենք կուզենան, այդ մեծ թուրան, չգիտեմ, ես 200 տարի հայացի, դա հնարավոր բան չի, դա թույլ չեն տալու ոչ մեկի, որովհետև եթե դա տեղի ունեցավ, Թուրքիան դառնալու է անվերահսկելի պետություն, բացառվում է իրեն դա թույլ տան։ Օրինակ ինչու ցեղասպանությունը Բայդենը ճանաչեց։ Ինչու։ Որովհետև բաներ, Վիլսոնի գիրքը կարդացել էր, մի հոգի Վիլսոնի մասին հուշեր էր գրել, կարդացել, զարմացել էր, չէ։ Որովհետև մեր համար, ոչ, որովհետև հասկացան, որ այստեղ գործարք կա, սա դառնում է գիգանտ, եթե հանկարծ միջանցքը վերցի, հենց այդ բան չափավորեցին, ճանաչեցին ցեղասպանությունը։ Այսինքն դրա համար, գիտեք ոնց է, իմպուլսները ավելի դրական են, որ դա հնարավոր է, քան հակառակը։ Դապես ինչ ասեմ, աշխատանք է, պետք է գնալ։ Օրիենտացիոն քաղաքականությամբ կարծում եմ հնարավոր չի, ինչպես մեր գործընկերներ ասում, մեկին հակադրվեմ, մեկի միջոցով քշեմ Թուրքիայի դեմ։ Դա մի քիչ դժվար է։ Իսկ բալանսի քաղաքականությամբ, նաև արտաքին քաղաքականությամբ իրեն հասկանալի լինելով, այստեղ ռուսական զորքը հանելով, ինքնիշխանությունը ուժեղացնելով, դա հնարավոր է։